Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք հոգեբան Կարինե Նալչաջյանին։ Բարև ձեզ Տիկին Նալչաջյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Նալչաջյան, այն բանից հետո, երբ Փաշազադեն թիրախավորեց Հայ Առաքելական եկեղեցին, դրան հաջորդեց նախ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ, ապա նրա թիմի արշավն դեմ Հայ Առաքելական եկեղեցու, Նիկոլ Փաշինյանն իրեն ներկայացնում է իբրև Հայ Առաքելական եկեղեցու, այսպես մոլի հավատացյալ, հետևորդ եւ իր վրա առաքելություն է վերցրել Հայ Առաքելական եկեղեցին վերադարձնել Հիսուս Քրիստոսին եւ ժողովրդին, այդպիսի գրառումներ է կատարում, բայց Ադրբեջանից, երբ որ թիրախավորում են Հայ Առաքելական եկեղեցուն, ոչ մի բառ չի ասում։ Դուք այսպիսի հավատացյալ տեսել եք կամ առհասարակ նրա եւ իր ընտանիքի կերպարը, նրանք Հայ Առաքելական եկեղեցու հետ ինչ կապ ունեն։ Իրենք ընդհանրապես ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ չունեն, իրենք կապ չունեն ամեն մի հայկականի ու հայի հետ ընդհանրապես կապ չունեն, որովհետև մարդկանց մասին պետք է դատել իրենց գործողություններով, ոչ թե ճամարտակություններով, որոնց մեր ականջը արդեն վաղուց սովոր է։ Տեսեք, Փաշինյանը սրանով ինչ է ցանկանում անել։ Ակնհայտ է, այսօր արդեն ինչ-որ շատ խորը վերլուծական միտք ու գիտելիքներ պետք չի ունենալ, հասկանալու համար, որ հրահանգները որտեղից են գալիս եւ ովքեր են կատարողները եւ ինչ ջերմեռանդությամբ են այդ ամենը կատարում։ Բայց տեսեք, այս հարցը այնքան կարևոր է թշնամու համար, երբ ես թշնամի եմ ասում, ի նկատի ունեմ նաեւ իրենց, ուրեմն մեր թշնամիների հետ միասին, արտաքին թշնամիների հետ միասին, սա շատ կարևոր, կենսականորեն կարևոր է իրենց համար եկեղեցին ջախջախելը, որպեսզի վերջնականապես հասնեն իրենց այն նպատակներին, որոնք իրենց առջև ի սկզբանե դրված էին այդ չարաբաստիկ 18-ին, իրենք այդ նույն գործն էին անում, ուղղակի փուլային ձևով հիմա հասել են այնտեղ, որ իրենց պետք է ջախջախել եկեղեցին։ Ինչու, որովհետև իրենք շատ իրավացիորեն եկեղեցու մեջ տեսնում են ուժ, ազգը միավորող ուժ, այն հենասյունը, որի վրա այսօր, գոնե նույնիսկ այսօր, երբ այդքան մեր պետության ամենատարբեր բաղադրամասեր իրենք աղավաղել են, թուլացրել են, ոչնչացրել են, եկեղեցին կանգուն է եւ եկեղեցին շատ հետաքրքիր ձևով կատարում է իր պատմական գործառույթը։ Մենք միշտ սովոր ենք, չէ, ահա այդ մտքին, որ այն ժամանավանդ այն փուլերում, երբ մենք պետականություն չենք ունեցել, թուլացած է եղել պետականությունը, եկեղեցին իր վրա վերցրել է պետականության գործառույթները։ Եվ հիմա, բացի նրանից, որ ահա այդ պահին շատ ուժեղ այդ հրահանգները եկան եւ իրենք շատ այսպես ներդաշնակ ձևով Ադրբեջանի հետ սկսեցին եկեղեցու դեմ աշխատել, դա նաեւ ինչի հետ համընկավ, երբ իրենց, այսպես ասեմ, չդիմացավ իրենց թուրքական հոգին, երբ որ Շվեյցարիայում ուրեմն վեհապար հայրապետը արեց այն, ինչ պետք է անի պետությունը եւ չի անում։ Ըստ էության մենք տեսնում ենք, որ եկեղեցին հավատարիմ մնաց իր պատմական գործառույթին։ Եթե չկա պետություն, դա նաեւ խոսում է, վկայում է, հա ցուցիչ է այն բանի, որ այսօր պետություն կարելի է ասել չկա, եթե այդ պետության գլուխ կանգնած իշխանավորները այդ պետության շահից ելնելով ոչ միայն որևէ քայլ չեն կատարում, այլ ամեն ինչ անում են հակառակ դրան, ուրեմն ըստ էության մենք կարող ենք այսպես ասել, որ պետություն որպես այդպիսին իր գործառույթներն իրականացնող չկա եւ եկեղեցին նորից դա վերցնում է փառք ու պատիվ հայոց ուրեմն եկեղեցուն։ Հիմա իհարկե իրենց համար դա շատ վտանգավոր է, հա, իրենց նպատակները կարող է հանկարծ ջախջախվեն եւ տեսեք այդ օրերին սա ես շատ հատկանշական եմ համարում այդ կինը ինչ գրառում կատարեց, այսպես գիտեք, մի տեսակ պորտկում ու շատ մեծ էմոցիա կար, հա, իր գրառման մեջ։ Այդ ում եք ուզում, հա, այդ տոնով, այդ ում եք ուզում վերադարձնել, չգիտեմ, բնորան, այդ ում եք ուզում գերությունից ազատել, այսինքն սրա ենթատեքստը որն էր, որ այս ինչ եք ուզում անել, այն հաջողություններին, որ մենք հասել ենք, դուք ուզում եք այդ հաջողությունների վրա եք, հա, ձեռք բարձրացնում, սա էր նշանակում, այնպես որ եկեղեցու դերը մեր կյանքում իսկապես
ուրեմն աներկբա է եւ իրենք ուզում են վերջին հարվածը հասցնել եւ Փաշինյանն այդ բաներն ասելով, որ ես չգիտեմ հայ առաքելական եկեղեցու եւ այլն, սա շատ իրեն բնորոշ ոճ է, նորից խարդավանք, նորից ծուղակ, որպեսզի մարդիկ մտածեն դե հա էլի մարդը դե հայ է, եկեղեցին իր գուցե սիրում է, հավատացյալ է, սա ծուղակ է, իրեն շատ բնորոշ ծուղակ է։ Ուղղակի ես հույս ունեմ եւ արդեն ամեն ինչ դա է ցույց տալիս մարդկանց տրամադրությունները, որ այս ծուղակների մեջ արդեն դժվար է գցել ժողովրդին, իրենց դեմքը ավելի քան պարզ է եւ բացահայտ է, պես որ իր այդ բաները այնտեղ որտեղ ինքը վարպետ է, հա, այդ խարդավանքների, մարդկանց խապելու, այսպես հա մանիպուլյացիայի ենթարկելու, համենայն դեպս այս մանիպուլյացիան, որ ինքը այդպես հավատավոր, չէ, հավատավոր մարդը այդպիսի բառապաշարով գրառումներ է կատարում։ Ինչի մասին է խոսքը։ Դրա համար ուրեմն պետք է իրեն հիասթափեցնել, ինչքան ուզում եք ուրեմն ներկայացեք, ահա հավատացյալ հայ մարդու դիմակով, մենք բոլորս վաղուց արդեն գիտենք, որ դուք հայ ժողովրդի, հայ ազգի արժեքների, այդ թվում նաև եկեղեցու ընդամենը թշնամին եք։ Իսկ նման բառապաշարն ինչի ցուցիչ է։ Եվ անընդհատ այդ սեռական թեմաների վրա հղում անելը, թե Փաշինյանի կողմից, թե նրա թիմակիցների։ Գիտեք ինչ, եթե մենք նայենք այդ իրենց բառապաշարի ընթացքը այս տարիների հետ, հա, ընթացքում, մենք տեսնում ենք, որ սկզբում իրենք չէ, այսպես շատ կուլտուրական բաներով էին, հա, խոսում, իրենց այդ 18 թվի ելույթները եւ այլն, սեր, չափաձևած, այդ արտահայտություն չկային սրանք, բայց սա իրենց խորքային էություն է։ Իրենք ես նույնիսկ երևի չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ սրանց ուղեղի աշխատանքը ընդհանրապես գոտկատեղից ներքև է, որովհետև տեսեք հենց եկան արդեն սկսեցին սեռական բնույթի, չգիտեմ, տրանսգենդերներ, չգիտեմ, հա, այս ամբողջ թեմատիկան սկսեցին ակտիվացնել, դա ներկայացնելով որպես եվրոպական արժեք, մի բան, որ չարիք է նաև Եվրոպայի համար եւ Եվրոպան այսօր շատ լավ սկսել է դա արդեն հասկանալ։ Հիմա իրենք աշխատում են իրենց պահել ուշադրության կենտրոնում, քանի որ այլ կերպ արդեն չի ստացվում, հա, սիրում ենք, խոնարհվում ենք, խոստումներ եւ այլն եւ այլն։ Բայց դա շատ կարճ տևեց, հետո արդեն նրան հաջորդեց եկան իշխանության, այո, արդեն սկսեցին իրենց իսկական դեմքը բացահայտել։ Հիմա իրենց համար շատ կարեւոր է ուշադրության կենտրոնում լինելը։ Իրենց համար շատ կարևոր է, որ իրենց խոսքը օրակարգային լինի, մարդկանց ուշադրությունը միանգամից գրավի։ Այսօր իրենք ինչ խոսքով կարող են ուշադրություն գրավել։ Ուրեմն դավաճանական, հերթական ինչ-որ մի հատ քայլ անելով եւ ահա ինչ ասեմ, ինչ որ արտառոց բաներ ասելով, որը իրենց բնույթին շատ հարիր է։ Հայոյախոսությունը եւ այլն, տեսեք ինչքան լավ է ստացվում իրենց մոտ, հա, ստեղծագործական այնց էլ բաներ ունեն, հա, մեկ էլ ինչ-որ նորույթներ են ասում, ինչ-որ, բայց սա մեր բոլորի ողբերգությունն է, որովհետեւ պետությունը մեղմ ասած պետք է լուրջ լինի, հա, ահա այս ծանրագույն իրավիճակում, որում արդեն գտնվում է Հայաստանը, մեր շրջապատում, աշխարհում, այն իրադարձությունները, որտեղ մենք հայտնվել ենք, ունենալ երկրի այնպիսի ղեկավարություն, որոնց ուշք ու միտքը սեռական ինչ-որ բաներն են եւ ամենալկտի ու լպիրշ ձևերով են արտահայտվում ուրեմն այդ թեմայով, սա ուղղակի ողբերգություն է, ինչ ասեմ, սա է այն ինչ մենք ունենք եւ եկեղեցու նկատմամբ ուրեմն վեհապարի նկատմամբ հավատացյալ մարդը երբեք իրեն թույլ չի տա այդպիսի արտահայտություններ ուրեմն իրենք որ ներ են ասում լրիվ ուրեմն ճիշտ է ինչի մասին է խոսքը ինչ հավատացել Երեք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Փաշինյանի հերթական գրառումից հետո այսպես լայվ էր մտել եւ այդ ժամերին երբ որ Իրան ամերիկյան ռազմաբազաներն էր խոցում կատարում Փաշինյանի գրառումից հետո Ռուբեն Մելիքյանն նշել էր որ Փաշինյանի ծրագիրը պարզ է նա փորձում է ինֆարկտի հասցնել ժողովրդին Փաշինյանի բառապաշարը այդ գրառումները նաև այդ նպատակն ունեն Գիտեք ինչ այո ակնհայտ է իրենց ուրեմն խոսքում իրենց վերաբերմունքում ծաղրը ժողովրդի նկատմամբ ծաղրը մեր արժեքների նկատմամբ ընդ որում դա արվում է ամենագրեհիկ ամենատգեղ ձևերով եւ միջոցներով գիտեք ինչ եթե նայում են աչքերիդ ու ծաղրում են քո սրբությունները
դու ինֆարկտի էլ կարող ես հասնել եւ մենք բազմաթիվ դեպքեր ունեցանք, երբ շատ մարդիկ ուղղակի չդիմացան։ Ես ինքս գիտեմ մարդկանց, ովքեր 18 թվականից հետո հիվանդ են օրգանիզմը, ֆիզիկապես արդեն մարդիկ չեն դիմանում։ Այնպես որ այո, նաեւ դա է։ Իրենց նպատակն է մեզ թույլատնելը, ֆիզիկապես, հոգեպես, զոհ դարձնելը, մենք ձեր ուրեմն տաղավարից էլ բազմիցս այդ մասին խոսել ենք, բայց տեսեք ինչ է կատարվում հիմա, իրենք ինչու են այդպես խառնվել իրար, իրենք ինչու են արդեն ամեն ինչ, իրենց բոլոր հնարավորություններով հանդես գալիս, որովհետև որ իրենք էլ են տեսնում ու հասկանում, որ մեր ժողովուրդը զոհի կարգավիճակից դուրս գալու շատ լուրջ նշաններ է արդեն ցույց տալիս։ Ես չէի ասի այդպես համատարած այդ պայքարի ներքին մղումը եւ այլն համատարած է, բայց բոլոր դեպքերում իրենց նկատմամբ զզվանքը արդեն հատուկ է այսպես մոմով կարելի է ման գալ մարդկանց, ովքեր իրենց մասին ինչ-որ դրական մի բան ասեն։ Նույնիսկ իրենց ամենամոլի նվիրյալները այսօր երբ խոսակցություն կա իրենց շուրջ այս թեմաների շուրջ, իրենք խուսափում են, թողնում են դուրս են գալիս, գլուխը շեղում են, որ հանկարծ չմասնակցեն խոսակցությանը։ Այսինքն նույնիսկ իրենց մոլի պաշտպանները արդեն հասկանում են, որ ինչ որ մի բան այն չէ։ Այնպես որ սա է մեր իրավիճակը, այո, իրենք ցանկանում են մեզ թույլատրել բոլոր հնարավոր ձևերով։ Երեք Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տաթևիկ Հայրապետյանն էր մեր տաղավարում, նա նշեց, որ ԿՊԱ-ականներից միայն մեկն է պարզաբանել ու անկեղծ ասել ազգային ժողովի ամբիոնից, թե ինչ նպատակով է եկեղեցու դեմ այս հարշավը տարվում, ասում է, որովհետև եկեղեցին չի տեղավորվում պետության իրենց մոդելի մեջ։ Իսկ այդ մոդելը Բաքվին մշակած մոդելն է, որտեղ ոչ միայն եկեղեցին, այլև ազգային ինքնության գիտակցություն եւ ազգային արժանապատվություն ունեցող որևէ հայ չի տեղավորվելու։ Հիմա ինչ անելիք ունեն ազգային արժանապատվություն ունեցող հայերը այս իրավիճակում։ Գիտեք, իսկ ավելացնեի, որ այստեղ չեն տեղավորվում նաեւ կենթանի հայերը, ապրող հայ մարդը իրենց կխանգարի, որովհետև իրենք վախենում են, չգիտեմ, հայը կարող է այսօր մի քիչ խեղճացած լինի, մի քիչ կարող է վիզը ծռած լինի, հուսահատված լինի եւ այլն, իսկ ով է ասել, որ նրա զավակը վաղը այդ նույն վիճակում է լինելու, իրենք վախենում են, մենք գոյություն չպետք է ունենանք իրենց համար։ Այնպես որ սա է, ինչ պետք է անեն պայքարողները, գիտեք ինչ, իրադարձությունները զարգանում են այնուամենայնիվ։ Իրադարձությունները զարգանում են եւ քաղաքական process-ներն էլ կարծեք ինչ-որ նոր երանգներ են ստանում։ Այս իմաստով շատ կարեւոր է այնինչ կատարվում է ուրեմն Սամվել Կարապետյանի շուրջ։ Գիտեք ինչու ժողովրդին մենք հաճախ մեղադրում ենք պասիվության մեջ եւ այլն, բայց ես ավելի շատ կասեի ոչ թե պասիվ է ժողովուրդը, ներքին ակտիվությունը կա, ներքին արդեն այդ պայքարի մղումը կա, բայց մարդիկ մոլորված են, չգիտեն, ասենք, ինչ ուղղությամբ գնալ, ովքեր են առաջնորդները, ով ինչ է ուզում, եւ այս իմաստով շատ ես ուրեմն բացասական եմ գնահատում հիմնական ընդդիմադիր ուժերի վերջին ժամանակներս այդ փոխհրաձգությունը, որ տեղի ունեցավ, գիտեք, ինձ սա ուղղակի անվայել էր իրենց համար եւ ժողովրդին ավելի շատ գցեցին անորոշության մեջ, այնպես որ օրինակ ես մտածում եմ, որ 2021-ին երբ ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իր թիմով ուրեմն հայտ ներկայացրեց մասնակցելու ընտրություններին, այդ ժամանակ կար ավելի շատ ոգևորություն, ավելի շատ հույս դեպի քաղաքական այդ ուժը, քան թե այսօր, այնպես որ այսօր հույս դնել, որ ընտրություններով կարող ենք ինչ-որ հարց լուծել, դա մեծ հարցական է։ Մեծ հարցական է, որովհետև գիտեք, ինչ նայում ենք սրանց, ինչպես են ընտրությունների մասին խոսում առաջիկա, այսպես, ինչ ասեմ, խանդաղատանքով աչքերի մեջ այլ է հայտնվում, այսինքն իրենք համոզված են, որ եթե գործը հասնի հեշտական ընտրությունների, իրենք գիտեն ինչի են իրենք ընդունել։ Նաիրա Զոհրաբյանը մեր տաղավարում ասել էր, որ պետք լինի Էրդողանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայնը անձամբ կգան եւ Նիկոլ Փաշինյանի համար քարոզչություն կան։ Այո, ես պատկերավոր է իհարկե, բայց պատկերավոր է, բայց ճշգրիտ է ասված։ Գիտեք ինչ, ժողովուրդը գնա 100%-ով էլ իրենց անունը ջնջի, իրենք մեր արժեվ կդնեն թղթեր, ստորագրություններ, կնիքներ, որ ահա ժողովուրդը մեզ ընտրել է։ Ուրեմն այս տեսակետից մեր ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը, որտեղ ես չեմ ուզում բացարձակապես, այնտեղ շատ կան հայրենասեր մարդիկ, շատ կան նվիրյալ մարդիկ, այդ պայքարի ամբողջ այդ բովով անցնելիս նայում ենք մարդկանց
ներդրումը, բայց այնուամենայնիվ այս վերջին շրջանի իրենց այդ հակասությունները, դրանք շատ մեծ հարված էին հասարակական տրամադրությունների վրա եւ դրանից իրենցից ոչ մեկը չշահեց։ Հիմա մեկ էլ հանկարծ այս ֆոնին ի հայտ է գալիս ահա Սամվել Կարապետյանի հետ կապված այս ամբողջ պատմությունը։ Հիմա շատ հետաքրքիր է, տեսեք, ես չգիտեմ ինչ մտադրություններ ունի Սամվել Կարապետյանը, հա, ինչ պլաններ եւ այլն, բայց ես տեսնում եմ մարդկանց տրամադրությունները։ Մենք ունենք մի հասարակություն, որը առաջնորդի որոնման մեջ էր։ Որոնում էր, կարծես թե գտնում էր, չէր կողմնորոշվում, հիասթափվում էր, հետո դեպի այն մյուսներ ուղղվում եւ այլն։ Հիմա այսպես ձևավորվում է, հա, ինչ որ կոնֆիգուրացիա է առաջանում առաջնորդի նոր կերպարի։ Ես նորից եմ ասում, ես չգիտեմ պարոն Կարապետյանի պլանները ինչպիսին են, հա, ասենք մենք իրեն գիտենք որպես մեծ բարերար, մեծ հայրենասեր, բայց ժողովուրդը իրեն արդեն ընկալում է որպես նաև քաղաքական լիդեր, ինչ որ հույսեր, փրկության հույսերը կապում է ահա այս կերպարի հետ, տեսնենք ինչ կլինի։ Եվ գիտեք, մի բան էլ է ես ուզում ասել, դա էլ է էլի ակնհայտ։ Փաշինյանը իր կողմնակիցները իրենց այդ գարշելի բառապաշարով, գիտեք, ում հետևից ընկնում են, նրա ուրեմն հեղինակությունը բարձրանում է։ Սա ինչի նշան է։ Քանի որ իրենք արդեն իրենց կերպարով, իրենք բացարձակապես ոչ հույս են ներշնչում, ոչ վստահություն են ներշնչում, ես մեղմ եմ ասում, հա, էլ չեմ ասում, որ զզվանք ու զայրույթ են առաջացնում։ Այսինքն, տեսեք, եթե ինքը վատ է խոսում ինչ-որ մեկի մասին, ուրեմն պետք է ենթադրել, որ այդ մարդը այդ ուժը լավն է։ Եթե ինքը լավ խոսի ինչ-որ մեկի մասին, ժողովուրդը կսկսի կասկածել, ոնց Նիկոլ լավ բան ասում սրա մասին, ուրեմն սրա մեջ պետք է բացասական բաներ ման գա։ Այս տրամաբանությամբ ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապված այս քարոզությունն էլ այդպիսի էֆեկտ կարող է ունենալ։ Ես կարծում եմ, որ արդեն ունի, որովհետև տարիներ շարունակ նույն վեհապարի նկատմամբ մենք գիտենք, որ շատ սև քարոզություն է իրականացել։ Նույնիսկ մինչև հեղափոխությունը վեհապար Հայրապետի նկատմամբ այդ քարոզությունը եղել է եւ սա արդեն բուն էր դրել մարդկանց ուղեղներում, բուն էր դրել, բայց ահա վերջին շրջանում այս հարձակումը վեհապարի վրա, եկեղեցու վրա եւ վեհապարի պահվածքը մանավանդ ահա մեր այս մեծագույն խնդիրների բարձրացումը համաշխարհային մակարդակով եւ արդեն որոշակի լուրջ արձագանքների արկայությունը մարդիկ տեսնում են, հասկանում են, հա, եւ այդ իրենց նույնիսկ նախկին դիրքորոշումները կարող են վերանայել, որ իրենք այն ժամանակ էլ փաստորեն ընկած են եղել ինչ որ ծուղակի մեջ։ Այո, վեհապար Հայրապետի հեղինակությունը ակնհայտորեն բարձրանում է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր հաշվարկներում արդեն սկսել է սխալվել, կարող ենք այդպես արձանագրել, նույն Սամվել Կարապետյանի կալանավորմամբ, վեհապար հոր դեմ այս արշավով։ Գիտեք ինչ, ինքը օգտագործում է լծակները, որ ունի իր ձեռքին։ Եթե ինքը չունենա ուժայինների լծակները, ինքը չի կարող այսօր թելադրել որևէ տրամադրություն, հանրային հենարան, բացարձակապես իրենք չունեն, իրենց ձեռքին մնացել են այդ կոշտ, գրեհիկ, կոպիտ միջոցները, որոնք իրենք օգտագործում են։ Եվ ես այսօր նայում եմ եւ մտածում եմ, որ Տեր Աստված կանցնի ամեն ինչ, մենք կշարունակենք մեր գոյությունը, հա, անցել ենք մենք բազմաթիվ դժվարությունների միջով, բայց այնուամենայնիվ երբ մենք հետ նայենք, մենք պիտի հասկանանք, թե մասնավորապես մեր ոստիկանությունը ինչ բացասական, ինչ հսկայական բացասական դեր է կատարել ուրեմն հայ ժողովրդի կյանքում։ Փաստորեն տեսեք, այն ընդդիմադիր ուժերը, թե քաղաքական լինեն, թե հասարակական լինեն, թե անհատ մարդիկ լինեն, ովքեր պայքարում են, ըստ էության մենք պայքարում ենք նաև այդ նույն բերետավոր մարդկանց, որոնք ուղղակի մասնագիտացել են, ոչ ավել, ոչ պակաս, ասենք զոհվածների, անհետ կորածների ծնողներ ծեծելու մեջ, հա, սա ամոթ է, եւ մենք փաստորեն այս պայքարողները զբաղված են իրենց զավակներին փրկելով։ Եթե իրենք ասում են ընտանիք ենք պահում, փող են աշխատում, տանում են այդ երեխաներին կերակրում եւ այլ, հա, այդպես մեծացնում են, որ սիրուն հանձնեն թուրքերին, որտեվ Թուրքի համար ոչ մի նշանակություն չունի այդ երեխանին է, ձերն է, թե սև բերետավորինն է, թե կարմիր բերետավորինն է, հայ է, ուրեմն պիտի վերանա։ Այսինքն տեսեք, իրենք
չունեն, հա, այդ զգացողությունը, հա, չգիտեմ, կուրացած փողով, շահով, ուղղակի անօրինական հրամաններ ուղղակի չի կարելի կատարել։ Դուք ձեր զավակների գերեզմանափորներն եք դառնում։ Այնպես որ այն մարդիկ, ովքեր պայքարում են եւ ում այդպիսի ջերմեռանդությամբ դուք ծեծում եք, քաշ եք տալիս, չգիտեմ ինչ եք անում, իրենք ձեր զավակների պաշտպաններն են եւ ոչ թե դուք։ Սա շատ կարևոր է, ինչու ենք Նիկոլը անում այն ինչ անում է, որովհետև ուժայինները դեռ այսպես վզերը ծռած ենթարկվում են։ Դե եթե ենթարկվում են, ուրեմն դեռ իր ձեռքին ուժ կա։ Նիկոլ Փաշինյանի տիկինը ինչ դերակատարություն ունի այս գործընթացներում եւ նրա այդ կրթվել է Նորաձևի արշավի հետ կապված ձեր դիտարկումները։ Դե որ Նիկոլ Փաշինյանի կինը շատ մեծ ազդեցություն ունի այս ամեն ինչի վրա, երբեմն նույնիսկ թվում է, որ ավելի ինքն է ավելի շատ կառավարում, ամուսինը ուղղակի դերակատարն է, այսպես երևի որոշումների ընդունում է եւ այլն, կարելի է կարծել, որ ուրեմն ավելի շատ կնոջ վրա է դրված եւ ինքն էլ է լավ խաղացող, Նիկոլն էլ է շատ լավ խաղացող, ուրեմն դրսի ուժերի ձեռքին, կինն էլ, որովհետև իրենք չունեն բարոյական սահմաններ։ Իրենք ոչ միայն ազգային ինքնություն չունեն, հայի ինքնություն չունեն, այլև բարոյական որևէ կարմիր գիծ իրենց համար չկա։ Տեսեք, ինչ ասես կխոսեն, կին տեղով, ինչ բառեր ասես, ինչ արտահայտություններ ասես, օգտագործում է։ Սա հայ կնոջը բնորոշ չէ։ Հա, այդպես չի մենք ուրեմն ունենք էլի այդ սահմանները, կինը, տղամարդը, ով, որտեղ, ինչ բառեր, մինչև ինչքան կարելի ասել։ Եվ առհասարակ ինքը շատ, ինչ ասեմ, առաջնային դերակատարում ունի, թեև իր ստատուսը որպես այդպեսին փաստորեն անհասկանալի է, հա, առաջին տիկինն է, առաջին տիկին չէ, տիկինն է, տիկին չէ, այդ մասին շատ է ասվում։ Հիմա կրթությունը նորաձև է, կարելի է կարծել հերթական ինչ-որ մի հատ բան է, հա, այսպես ցույց են տալիս, որ ինչ-որ գործ են անում, կրթություն, հա, ոչ ավել, ոչ պակաս, հա, իրենք կրթությունից այդքան հեռու լինելով, կրթված մարդը այդպես իրեն չի պահում, հա, այդ այդպիսի բառապաշարով չի խոսում, եթե նույնիսկ ամեն ինչ մի կողմ թողնենք։ Հիմա ինչ է կատարվում այստեղ։ Արդյոք սա իր մեջ վտանգներ ունի եւ մենք տեսնում ենք, որ այո, պետական բյուջեից այդքան գումարներ, փաստորեն մարդկանց գումարներից իրենք օգտագործում են, ահա, այդ արշավի համար։ Սրտնեղում են, որ այդ մասին հարցնում են, ասում են, պետական գաղտնիք։ Պետական, հա, ամենամեծ պետական գաղտնիքը դա է, փաստորեն։ Հիմա տեսեք, հոգեբանության մեջ այսպիսի մի հասկացություն կա, որ կոչվում է ուրեմն ներքաշման ողբերգությունը։ Որն է դա։ Դա ուրեմն կոգնիտիվ դիսոնանսի կամ իմացականան ներդաշնակության տեսության շատ հետաքրքիր մի երևույթ է, հա։ Տեսեք, երբ մարդ ինչ-որ մի քայլ ես կատարում, այնպիսի մի բան ես անում, որ ասենք դու մտածում ես, որ չէ, դա սխալ է, չարժի դա անել, բայց հանգամանքները այնպես են դասավորվում, որ դու քո կյանքում ինչ-որ այդ տեսակի մի քայլ ես կատարում, որ ասենք դեմ է քեզ, պատահում է, հա, մարդկային է։ Դրանից հետո դու սկսում ես դառնալ այդ քո վարքի այդ ձևի, այդ դրսևորման պաշտպանը, դու սկսում ես արտարացումներ գտնել, հա, թե ինչու այդպես արեցիր։ Օրինակ կոգնիտիվ դիսոնանսի դեպքում շատ պարզ օրինակը բերվում է ծխելու վրա, հա։ Օրինակ ասենք, եթե ես չեմ ծխում, դեմ եմ ծխելուն տարբեր տեսակետներից, թե առողջական եւ ամենատարբեր, մեկ էլ հանկարծ հայտնվում եմ ինչ-որ մի հատ ընկերական միջավայրում, որտեղ սուրճ են խմում, ասում են, խոսում են եւ այլն, ծխում են, մեկ էլ կողքից նստած ընկերուհին ասում է, մի հատ էլ դու ծխի, ասում եմ, չէ, ես չեմ ծխում։ Լավ, ինչ կլինի մի հատ ծխի, հա, մեկ էլ ասում է, դե լավ, բոլորը ծխում են, մի հատ ես էլ փորձեմ, հա, ես էլ ծխեմ։ Դա կոչվում է ներքաշման ողբերգությունը։ Դրանից հետո, երբ կողքի մարդիկ ասում են, քեզ կհարցնեն, ասեն, բա դու այդքան դեմ ես դրան, դու ինչ ես ծխում, ինքը կսկսի արդեն դե լավ, ինչ անենք, ինչ վատ է, որ այս կյանքում այնքան վտանգավոր բաներ կան, ամենավտանգավորը կարող է ծուխն ու ծխախոտն է եւ այլն եւ այլն։ Հիմա քաղաքականության մեջ սա շատ հայտնի բան է քաղաքական հոգեբանության մեջ կոգնիտիվ դիսոնանսի այս օրենքը ներքաշման ողբերգության օրենքը դա կիրառվում է։ Հիմա տեսեք, եթե մենք վերադառնանք այդ նույնիսկ ձևակերպումը, ուրեմն տհաճը եւ ծաղր կա դրա մեջ, ինչ են անում, գնում են տարբեր կետեր, չէ, տարբեր տեղեր, մարդկանց հասկանալի է, մեկին սպառնալիքով, մեկին ստիպելով, հավաքում են, դահլիճները այնուամենայնիվ լցվում են, նստած են մարդիկ, հիմա այնտեղ ես համոզված եմ, որ շատ կան մարդիկ, որ հրաշալի պատկերացնում են մեր իրականությունը,
իրենք ներքուց շատ դեմ են այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Բայց տեսեք, եթե դուք ես մյուսը, ասենք լսիր, ես քեզ տեսել եմ, հա, այդտեղ այդ կրթությունը նորաձևը, դու ինչա կողմես այս ամեն ինչին, հա, այս քպեական այս ամեն ինչին, կսկսի արտարացնել, կսկսի արտարանալ եւ արտարացնել։ Այսինքն, տեսեք, նախընտրական փուլում իրենք մարդկանց ներքաշում են, այդ ներքաշման ողբերգության մեջ են դնում եւ վաղ օգտագործելու են այդ մարդկանց ուժերը։ Այնպես որ այո, իրենք մտածված շատ խորքային մեխանիզմներ օգտագործելով գնում են դեպի ընտրություններ, որտեղ իրենք համարում են, որ իրենց ուրեմն հաջողությունը այդտեղ է ապահովում։ Այսինքն սա որոշակիորեն նախընտրական քարոզարշավ է, որը արվում է մեր հարկերի հաշվին։ Մեր հարկերի հաշվին եւ շատ խորքային հոգեբանական մեխանիզմներ օգտագործելով։ Ես ուղղակի հեռու եմ այն մտքից, որ Նիկոլը իր կինը այս քպեական, այն քպեականը այդքան ինչ-որ խորքային բաներ գիտեն, ուղղակի իրենց թելադրողները, այն ուժերը, որոնք այդ քարոզչական, այդ ամբողջ քաղաքականությունը ձևավորում են, հա, Հայաստանի դեմ, իրենք շատ լավ գիտեն ամեն ինչ եւ բոլոր այդ կետերը օգտագործում են փաստորեն։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կերպար եւ իր այս գրառումների զարգացումը, ինչ քայլեր սպասել նրանից, կես լուրջ, կես կատակ մարդիկ ասում են, որ մի օր նա տեսախցիկների առաջ գուցե մեր կանայել։ Կանեն, գիտեք ինչ, իրենց այդ հետաքրքրությունները չեք հիշում, երբ արդեն պալատը գրավեցին, առաջին գործն ինչ էր, զուգարանները ցույց տալը, չէ՞, այդ թեման առհասարակ շատ սրտամոտ թեմա է իր համար, կարծես թե։ Իրենք ամեն ինչի ընդունակ են, իրենք բարոյական շատ լուրջ խնդիր ունեն, այդպես լինում է, հա, երբ մարդը չի հասունանում բարոյապես, նույնիսկ կարող է ինտելեկտուալ հասունություն ունենա, հուզական եւ այլն հասունություն, բարոյական հասունություն չկա։ Այսինքն իրենք ամոթի զգացում, մեղքի զգացում, խղճի խայտ տեսել եք, մենք չենք տեսնում դրանք, հա, եթե իրենք ուղղակի անկարող մարդիկ լինեին, ապաշնոր լինեին, եկել են իշխանության, իրենց թվում էր թե կարող են, բայց պարզվում է չեն կարող, իրենք ինչ կանեին, եթե մի փոքր անգամ բարոյապես հասուն մարդիկ լինեին, իրենք հրաժարական կտային եւ դուրս կգային, հա, դեռ շատ վաղուց իրենց առաջին անհաջողություններից հետո, բայց ըստ էության այն ինչ մենք գնահատում ենք որպես անհաջողություն, դրանք իրենց հաջողություններն են եւ մեծագույն միամտություն է սրանցից սпасել ինչ որ դրական բան, որ խելքի կգան, որ ամոթ է, հայրենիք, չգիտեմ, հանուն Աստծո, հանուն հայրենիքի եւ այլն, սրանք դատարկ խոսքեր են։ Եվ իրենք, այո, եթե պետք է իրենց իշխանությունը պահելու համար, իրենք ամեն ինչ կանեն, այդպիսի սուր զգացողություններ, հա, ինչ որ սուր գրգիռներ մարդկանց մեջ, հետաքրքրություններ, դե գիտեք ինչ, որտեվ այդ թեմաները սուր թեմաներ են եւ վարքյանական մարդկանց հետաքրքրությունը կարող են, հա, շարժել։ Տեսեք, կուսակրոնություն, որ հոգեվորականը, այս կինը, այն կինը մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջանում, հա, այդ շատ մակերեսային հետաքրքրություն։ Հիմա իրենք դրա վրա են աշխատում, բայց դա չի կարող լուրջ բազա լինել։ Իրենք կորցրել են իրենց նկատմամբ վստահության վերջին նշույլները եւ այստեղ եթե կազմակերպված պայքար լինի, նույնիսկ այդ նույն ուժայինները, որոնց մասին ես ասում եմ, նույն ոստիկանությունը, ախր հայ մարդիկ են, չէ, վերջին հաշվով հայ տղամարդիկ ու կանայք են, հա, ես չգիտեմ իրենց ապրումները եւ այլն ինչն են, գուցե այդքան համարձակություն չունեն, ուղակի, ասենք, չէ ենթարկվելու, բայց բոլոր դեպքերում, եթե ճիշտ կազմակերպվի պայքարը, մենք մի օր կտեսնենք, որ մարդկանց համբերությունը հատում է, որովհետեւ այս դժբախտությունը կամած բոլորի դուռը ծեծում է։ Այն մարդիկ, ովքեր մտքերով էլ չեր անցնում, որ ասենք կունե զրկվեն, այնպիսի հարկերի ու տուգանքների տակ կընկնեն, որ չեն կարողանալ, էլ չեմ ասում արյուն, էլ չեմ ասում զավակների կորուստը եւ այլն, սա արդեն դառնում է որակ է դառնում եւ մարդիկ հասկանում են, որ չէ, մի օր երևում է այս ուղտը իմ դրանել կչոքի եւ այդ դեպքում կարող է մարդիկ այո իսկապես, բայց առաջնորդություն է հարկավոր, ճիշտ կազմակերպել։ Այսինքն փողոցային պայքարի ձևով պետք է հեռանա փողոցային պայքարի։ Գիտեք, ոչ միայն, որովհետեւ եթե լինի միայն փողոցային պայքար եւ ավելի խորքային կազմակերպչական ինչ-որ բաներ չլինեն, իրենք մենք տեսնում ենք, որ չեն խորշում ժողովրդի վրա նռնակներ նետելուց։ Արևմուտքից էլ ասում են ոչ մի խախտում չկա, բացարձակապես լրիվ ձեռնտու է, հենց դա էլ է ցույց տալիս, որ իրենց լծակները դրսում են եւ իրենք էլ իրենց ամբարտավան են պահում, այ իրենց թիկունքին այդ ինչ որ պաշտպանվածություն է զգալով, թե չէ, իրենք իհարկե վախեր ունեն, բայց գիտեք, վախից ծնված ագրեսիան
դա շատ ավելի սարսափելի ագրեսիա է, քան սովորական ագրեսիան։ Եթե իրենց մասին ասում են վախեցած են եւ այլն, այո, ես համամիտ եմ, վախեցած են, որտեղ իրենք գիտեն իրենց արածը, իրենք գիտեն, որ եթե իշխանությունից զրկվեն, իրենք ոտից գլուխ մինչեւ մազի ծայրը հանցագործներ են, եւ իրենց համար կենսականորեն կարևոր է կենաց մահու խնդիրը իշխանությունը պահելը։ Իսկ դրա համար իրենք ժողովրդի վրա նռնակներ էլ կնետեն, ամեն ինչ էլ կանեն։ Այնպես որ պետք է մնացած նաեւ ալտերնատիվ միջոցները պետք է կիրառել։ Նույն անվստահությունը արտահայտել է։ Իսկ ով ասաց, որ ԿՊ-ում այդպես հիմա ես համոզված եմ, որ այնտեղ էլ տարբեր տրամադրություններ կան։ Հենց թեկուզ իրենք անձնապես իրենց պաշտպանված կարող է չզգան։ Իրենք համոզված կլինեն, որ ասենք այն ինքնաթիռը, որով ի վերջո մի օր փախչելու է, այդ ինքնաթիռում բոլորի համար տեղ չի լինելու եւ իրենք կանգնելու են մենակ ուրեմն օրենքի առաջ են կանգնելու եւ պատասխան են տալու, այնպես որ այդպես շատ միատար ու շատ այսպես ես չեմ պատկերացնում նույնիսկ։ Եվ նաեւ կարծիքներ կան, որ մեծ մասը կոմպրոմատներով է այնտեղ մնացել։ Այո, բայց այդպես երկար հնարավոր չի, այ տեսեք, եթե ճիշտ կազմակերպվի, թեկուզ անվստահության այդ գործընթացը մարդկանց հետ ճիշտ աշխատել, այնտեղ այո կարող են նաեւ լինել մարդիկ, ովքեր ժամանակին ներգրավվել են, հա ներքաշվել են, ինչպես ես ասացի, ու մնացել են դարձել են իրենց ջատագովները, իրենց ուրեմն համագործակիցներն են դարձել մարդիկ, իրենք նաև վտանգի զգացողություն կարող են տեսնել այս իշխանության պահպանումից, մանավանդ որ ես համոզված եմ, որ եթե այդպիսի չարաբաստիկ օր գա, երբ սրանց իշխանությունը ուրեմն երկարաձգվի, Նիկոլը հաստատ այսօրվա այս դեմքերին հանելու է դուրս շպրտի, որ ասիա իրենք էին վատը, ես լավն էի, ինչ որ նոր սրիկաներ միշտ կգտնվեն, այնպես որ իրենց թող չթվա, թե եթե իրենք գնան ուրեմն ընտրությունների եւ հաղթեն այդ ընտրություններով բոլոր հնարավոր ձևերով, իրենք մնալու են իրենց տեղում, իրենց պաշտոններին, իրենց վայելքների մեջ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։